Մեդիաբի հարգելի հետևորդներ, նշեմ այս պահին գտնվում ենք Արցախի կանչ գրող հուշակոթողի մոտ։ Նշենք, որ հուշակոթողը կառուցվել է Արթուր Վանեցյանի ընտանիքի անձնական միջոցներով։ Մեդիաբի հարգելի հետևորդներ, նշեմ, որ հուշակոթողը նվիրված է հայկական Արցախի ազատության համար նահատակված հերոսների հայրենի հողում ննջեցյալների 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Պաշտպանության նախարարության վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի անմեղ զոհերի հիշատակին։ Հուշակոթող կառուցման աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ունեցել հայրենի կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը եւ Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ հերկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկեցի արքայություն քո, Եղիցին կամք քո, որպես հերկինս եւ հերկրին, ըսած մեր անապազորդ, տուր մեզ այսօր, եւ թող մեզ պարտիս մեր, որպես եմեք թողունք մերոց պարտաբանած, եւ մի դաներս մեզ ի փորձություն, այլ փրկիած մեզի չարե, զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն։ Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Քրիստոս որդի Աստծո, անոխակալ եւ բարեգութ, գթա քորարչական սիրովը դի հոգիս հանգուցյալ ծառայից եւ ախնոցքոց, եւս առավել հիշյա Տերս հոգիսն, առանց եւ կանանց, որ նահատակվեցան եւ զոհվեցան հանուն ազգիս հայոց եւ Արցախյան ազատագրական պայքարին, հիշահաբուր մեծի գալստյան արքայության քո, արարժանի ողորմության, քավության եւ թողության մեղած, դասավորյալ պայծառացուն սուրբուս փաչակողման դասուն, Ձիդուվեստեր եւ արարիչ ամենեցուն դատավոր կենթանյաց եւ մեռելոց, եւ քեզ վայլե փառք, իշխանություն եւ պատիվ, այժմ եւ միշտ հավիտյանս հավիտենից ամեն։
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի, ամեն։ Սիրելի ներկաներ, մենք այսօր հիշատակում ենք մեր զոհված տղաների հիշատակը, ովքեր որ ամենացանկն են նվիրել հայրենիքին, իրենց կյանքը։ Կապ ունի շաբաթվա որ օրն է, կամ ամսվա որ օրն է։ Մենք ամեն նոր պիտի հիշատակենք իրենց։ Թեև ոմանք ասում են 27-ը լավ օր չի, ճիշտ օր չի, դա թող մնա այն մարդկանց համար, ովքեր որ որոշել են, բայց մենք պարտավոր ենք ամեն օր, ամեն ժամ, ամեն շաբաթ, ամեն ամիս հիշատակել մեր տղաներին։ Այն տղաներին նորից եմ կրկնում, որոնք իրենց ամենաթանկն են նվիրել հայրենիքին և նահատակվել են անուն ազգիս հայոց։ Փառք մեր տղաներին, փառք նրանց, ովքեր որ հիմա միացել են երկնային զորքին։ Այսօր մեր երկնային զորքի հիշատակի օր։ Վաղն էլ հայոց բանակի օրը։ Աստված օրհնի ձեզ։ Բոլորը կարող եք մոտենալ այստեղ խոմ կտել, խոմ մոտենալ։ Մեդիաբի հարգելի հետևորդներ, նշեմ, որ Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը Եռաբլուր զինվորական պանթեոնում տեղի ունեցավ Արցախի կանչը հուշահամալիրի բացման արարողությունը։ Հուշակոթողը նվիրված է Արցախի ազատության համար նահատակված հերոսների հայրենի հողում ննջեցյալների 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Պաշտպանության նախարարության վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգական պահությունի անմեղ զոհերի հիշատակին։